Բարև ձեզ Տիկին Գրիգորյան, շնորհակալ եմ, որ այս տաղավարում եք։ Բարև ձեզ, փոխադարձ շնորհակալ եմ հրավերի համար։ Տիկին Գրիգորյան, մեր զրույցը սկսենք մի հետաքրքիր չելենջից, որը չի հանդուրժում գոյություն եւ անտարբերություն, եւ որին միացել եք դուք եւ ես մեջբերեմ։ Այն ազգականս, ընկերս, բարեկամս, հարևանս, գործընկերս, հեռու մոտիկ ծանոթս, ով ձայն կտա ԿՊ-ին, կդադարի ինձ համար գոյություն ունենալուց։ Նշել եք դուք եւ նկատել, որ սա մեր գոյատևման Հայաստանի լինել չլինելու հարցն է։ Այս հայտարարությունից հետո քննադատությունների ալիք եղավ։ Արդյոք եղան բարեկամներ, ծանոթներ, որոնք դադարեցրին ձեզ հետ շփումը։ Ես 2 տարի, մոտ 2 տարի չեմ զբաղվում ոչ մի քաղաքական բաներ, չեմ անում գրառումներ եւ այլն, որովհետեւ 20 թվականից հետո, 2020-ից հետո, պատերազմից շատ առաջ իմիջայլոց կորոնավիրուսից սկսած երևի այդ օրերից հավատքս կորավ բնականաբար ԿՊ-ի հանդեպ եւ ներկայիս իշխանության եւ 20 թվականից մինչեւ 24 թվականը ես անընդհատ բոլոր հաղորդումներում քաղաքական գնացել եմ եւ իմ վրայի կեղտը մաքրելու համար, որովհետեւ ասեմ մարդ ենք բոլորս 73% ազգի ոտքի կանգնեց եւ խաբվեց այդքան վատ դեպքերից հետո բնականաբար։ Եվ մտածում էի, գիտեք, տարիքա վստահ օրորի մեծանում ես եւ մտածում եմ ես իմ մասնագիտությամբ պետք է զբաղվեմ եւ տեսահոլովակներ նկարվեցին ամբողջությամբ զբաղվում եմ եւ նույնիսկ ինձ անընդհատ հրավիրում էին քաղաքական հաղորդումների իմ լավ ընկերներ ունեմ եւ ոչ ընկերներ պարզապես ծանոթներ բոլորին ասում էի շնորհակալ եմ ես չեմ կարող գալ որովհետեւ լավ ինչքան կարելի է մարդը խոսի դրա մասին հա ասեցինք մեր ասածը վերջին հաշվով ես քաղաքական գործիչ չեմ որ անընդհատ խոսեմ Եվ որոշել եմ չխոսել, ես ընդհանրապես հազվադեպ եմ խոսում նման հարցերի շուրջ, երբ լինում է շատ ծայրահեղ վիճակ։ Դեն ժամանակ կապ չունի մասնագիտությունը, մարդը հայ է, adekvat հայ է, իրավունք չունի չխոսի։ Այդ են ամենածայրահեղ դեպքում։ Իսկ այսօր արդեն ծայրահեղ էր ամսի մայիսի 15-ին իմ մենահամերգներ Լասկալա ակումբում Մինչ այդ օրը ես էլի չէի գնում, չէի զբաղվում, բայց 15-ին համերգից հետո, որտեղ զբաղված էի համերգով, այսպես ասեմ, նկարահանումներով, համերգներով, 15-ը անցավ եւ տեսա ինչ թեժ վիճակ է, ոնց որ գալիս եմ, մտնում եմ համացանց ու տեսնում ինչ այլանդակություն է տեղի ունենում երկրում, ոնց են այն մարդկանց, որ ժամանակին ասում են գնացեք, եսի մինչեր վերցրեք, գնացեք պատերազմի, այսպես գոռալով հարձակվում մարդկանց վրա, ասում են դու ինչի չես զոհվել, դու ինչի չես զոհվել։ Այդ այլանդակ բառամթերքը մարդ ենք չենք դիմանում, ճակում ենք։ Եվ համընկավ չելենջի հետ տեսա իմ ընկերներից մեկը չելենջ է հայտարարել, մարտահրավեր։ Ես նույնպես կիսվեցի այդ մարտահրավերի հետ, իմ անուն ազգանունը փոխելով տեղադրեցի Հաջորդ օրը այդ որ սկսվեց այդ ամբողջը հարցակումը ինձ վրա նախ կային թերթեր որոնք տարածում էին բայց չգիտես ինչու չէին գրել միանում եմ մարտահրավերին այ դա շատ կարևոր է չեն գրել որ թողնեն ինձ վրա իբրև ես եմ դա կազմել ասեմ իմանան մարդիկ որ ես չեմ կազմել դա ասեմ ավելի եթե ես կազմած լինեի գուցե ավելի ժոստի կազմած լինեի Կամ ավելի փափուկ, որովհետև ոնց էլ չլինի կյանքը նենց ստացվեց այս վերջի 6 տարիներին, որ բոլորս ունենք ոնց էլ չլինի մորքուր հորքուրներ, որոնք կարող է տենց հակառակ են քաղաքական, որոնք ոչ թե վատն են կամ լավն են, որոնք տեղեկացված չեն, մարդիկ են, որոնք իրանց օրվա հոգսով են ապրում, նայում են ընդամենը մի հմեկ, որտեղ ինչ պետք է այդ են ներկայացնում։ Թեկուզ նույն գյուղերում մարդիկ որ մեղադրում են, ես չեմ կարող բոլորին այսպես չորով դնել մեղադրել։ Մարդ են տեղեկացված չեն իսկապես, բայց կան մարդիկ, որոնք գրագետ են, տեղեկացված են եւ շարունակում են նույն ձևով պաշտպանել ներկա իշխանությանը այսքան ցավ ու դարդ բերելուց հետո, այսքան արյուն բերելուց հետո, դա ինձ համար չգիտեմ ինչ է, դա նոնսենս չասեմ, չգիտեմ ինչ ասեմ։ Դրա մասին է խոսքը։ Մեկ էլ այն տեսակ մի հարցակում, մի սարսափելի հարցակում, ես բան եղա, այսպես զարմանում եմ, ասեմ, ժամանակին իմ հետ կապված լիքը բաներ ա եղել, գրել եմ, բայց այդ խիտենց չէիք տարածում։ Հետարքիր է, չէ՞, սա նորից եմ ասում, ուրախ եմ, որ տարածել եմ, բայց տարածելուց պետք էր գրվել, որ միանում եմ մարտահրավերին իմ էջում կա օրիգինալ տարբերակը այսքան բան բայց մի կողմից էլ շատ լավ է որ իմացան թող իմանան իմ դիրքորոշումը նորից եմ ասում ես վերջի 2 տարին չեմ խոսել չեմ ուզում խառնվեմ վերջին հաշվով քաղաքական գործիչ չեմ Զարա ջան ես մարդ եմ իմ մասնագիտությամբ եմ մարդ եմ որը զբաղվում է բայց
ոչ մի բարոյական իրավունք չունի յուրաքանչյուր հայ այս օրհասական պահին գոնե մեկ բառ չասել դրա մասին։ Ես այդպես եմ կարծում, ես իմ պապիների թոռն եմ, ես իմ Գերդաստանի զավակն եմ։ Ես չեմ կարող, սա բան չի, պաթոս չի, պոպուլիզմ չի, որ այսպես կանգնած ինչ-որ բաներ են ասում։ Մարդ ենք, ճակում ենք, չենք կարողանում դիմանալ։ Ուզում եմ նաև ասել, որ այդպես այդ կեղտը, որ գրվում է մեր մասին, գիտեք, ամեն ինչ ունի իր սկիզբը եւ տրամաբանական ավարտը, ոնց ենք վաղը այսօր իրար աչքերի մեջ նայելու, ինչպես է կանելու։ Նույնիսկ գոլեգաներ կային, որոնք քիչ առաջ ասեցի ձեզ, ինձ ուղարկում են ՔՊ-ից մի պատգամավորի գրառում, որը իր էջում տեղադրել էր իմ այս չելենջը։ Նույնիսկ ինչ որտեղ դուրս եկավ, գիտեք, իր գրածը հումոր կար, իմ երգից հատված էր բերել, հոբ ջան հարց չկա, Երևանի սիրուն տղան էլ քեզ չի սիրում։ Նույնիսկ դա հումոր որպես դե նորմալ է, ես իրանց եմ բան արել ինքը նորմալ է։ Մեկ էլ որ ուղարկում են նայում, ասենց այդ առաջի կոմենտը ոնց է հայտնվում, մա տեսնեմ ծանոթ մարդ, ծանոթ անուն, այսպես նայեցի ու կարդացի գրվածքը, հիմա բառացիորեն այսպես բացեմ, կարդամ, չգիտեմ ինչքանով է ճիշտ, մոտարապես ասեմ։ 90-ականներին կար Բարև ծրագիր, կհիշեք։ Այո։ Շատ սիրելի մեր Վարդանը, Արուսը, ջերմ բարևներ եւ Անահիտը Մուրադյան, որի հետ համեմատաբար շատ ավելի մոտ էինք։ Մեր տուն էր գալիս, չխորանամ, ես իմ կյանքում այնքան ապերախտներ եմ տեսել, որ ռազմ բոլշը, ռազմ մեշը դա ինձ չի բանանում ոչինչ։ Ու ինքը մի գրառում է արել, կոմենտ է գրել է Ախարայ Արմինե ջանին իր տեսակը էլի, այն տեսակը որ կար, իրան ժամանակին կներեք, հա, ես չեմ ասի, իր մականունը ասեմ, գրուզից անո էին ասում։ Բոլորին ծանրաբեռում էր։ Հիմա գրուզիտ վիճակում դες գրել է Ախարայ Արմինե ջան, դու ոնց փոխվեցիր ժամանակին ես հիշում եմ, որ դու ասում էիր ոնց են նախկինները քո կյանքը կերել, իսկ ներկայի ժամանակ արդեն կազմել են քո բաները, սա լավ է։ Նախ սկսեմ նրանից, նախ ինչքան էլ վատը լինեին նախկինները, չի կարելի կաշվիտ մասին մտածես։ Երանի նախկինները ինձ փակած լինեին, այսօր փակ լինեի, բայց երկիրը չծախեի, նախկինները երկիր չեն տվել։ Համենայն դեպս մենք դա չենք տեսել։ Գուցե վաղը այսօր ինչ որ բաներ պարզվի։ Մենք այսօր փաստով նախկինի ժամանակ Արցախը իր տեղում էր, այդքան զոհեր չեն եղել, հազարավոր, եւ այսքան դժբախտություն երկիրը չէր տեսել եւ շարունակում է տեսնել։ Ոչինչ, թող ես չերկեի, բայց այդ սաղ թող տեղում լիներ։ Նախ դա, երկրորդը, որ մտածում ես Անահիտ Մուրադյան, որ ներկաների ժամանակ է ինձ մոտ ամեն ինչ բացվեց, սխալվում ես, այդպես էլ չի բացվել։ Ու փառք Աստծո, որ չի բացվել, որովհետեւ չէի ուզի սրանց ժամանակ բացված լիներ, երկրորդն ես իմ մասնագիտության առումով ես իմ դարը ապրել եմ, ես իմ անունազգանունը այնքան կա, որ հերոստացիցով ցույց տալ այսօր համացանց կա աշխարհում։ Ես շարունակում եմ համացանցով Երևալ եւ ոչ մի հերոստանգերություն այդպես էլ ոչ կանչել են, ոչ կանչում են տարիներ շարունակ շուտով կլինի 28-30 տարի շուտով կլինի, որ ոչ կանչում են, բայց չենք մոռացել փաստորեն։ Ըստ ձեզ ովքեր են ջանք թափել, որ որևէ կերպ մուտք չգործեք հեռուստատեսություն։ Իմ գոլեգաները, որոնց անունները, ուղղակի ես այսօր դրա ժամանակը չի, որ այդ անունները տամ, որտեվ կան մարդիկ, որոնք մեր կողմից են, ինպես adekvat են երկրի հարցով, չի կարելի նման անուններ տալ։ Մեկ հոգի չի, երկու հոգի չի, մի քանի հոգի են, մյուսներն էլ ոնց է լինում։ Բանը չէ, հավեսի են ընկնում։ Ուզում եմ միտքս Անահիտի շարունակեմ եւ տակը հերիք ինքը դա գրել է, ախր Արմինե ջան, ես չէի պատկերացնի, որ դու ես չէի պատկերացնի Անահիտ, որ դու տես թրքամոլ կլինես, որ գրուզից անուն ես, այդ գիտեինք, բայց որ թրքամոլ կարող ես լինել, այդ մեկը չէի պատկերացնի։ Ես չեմ կարող հասկանալ, երբ որ մենք ունենք երկու տարբերակ, ես հայամետ եմ, որ ասում են, ռուս ես ընտրում, ես հայամետ եմ, բայց մենք չունենք չէ տարբերակ հայերով միայնակ ինչ որ բան անելու, այսօր օպտիմալացվում է աշխարհը։ Փոքր երկրները պետք է մտնեն մեծ երկրների թևի տակ։ Մենք ունենք երկու ընտրություն, դա թուրքն է եւ ռուսը։ Ում կընտրեք դուք Զարուհի ջան, ես իմ ընտրությունը արել եմ եւ կանեմ ռուսների, որովհետեւ մենք ունենք ընդհանուր կրոն, ընդհանուր մշակույթ, լեզու, համենայն դեպս ռուսը մեզ չի կոտորել։
Գուցե դա ամենայեսի միշտ տարբերակը չի, բայց ռուսը մեզ չի կոտորել։ Հետարքիր է, որ ասում են ցեղասպանությունը ռուսն է թուրքին դրթել։ Թուրքին են արդարացնում։ Հիմա այդպիսի թեզ էլ կա։ Հասկանում եք, թուրքին արդարացնում են միայն թե ռուսին բան անեն։ Եվ ուզում եմ ասել, Անահիտի գրվածքի տակ մոտ մի 800 հոգի այլանդակություններ են գրել բոլորը, պատկերացնում եք ինչ խթանում է էլի, որ այլանդակություն գնեն, ռեյտինգն է էլի իրա բարձրացնում, իմ միջոցով, պատկերացնում ես Անահիտ քո ռեյտինգը այս հաղորդումից հետո ոնց կբարձրանա, ով էլ քո մասին մոռացել էր, բոլորը կհիշեն քեզ, բարևի անո, հիմա ցտեսություն, բարևի անո, ամոթ ուղակի, իսկան բան։ Տիկին Գրիգորյան, ձեր մյուս գոլեգաներին անդրադառնանք, դուք երբեք չեք վախեցել ձեր տեսակետը հնչեցնել եւ սկզբունքները ձեր բավականին խիստ են, սակայն գիտենք կան մարդիկ, արտիստներ, մտավորականներ, որոնք խուսափում են տեսակետ հայտնել, ավելին նույնիսկ ճկվում են այս կամ այն իշխանավորի ընկերության բեռի տակ, դարձել են, այսպես ասած, պալատական երգիչներ, արտիստներ, դերասաններ։ Դուք ինչպես եք վերաբերվում ձեր այդ գործընկերներին եւ ինչ եք կարծում, վախն է նրանց դրդում, գուցե չհասկացված լինելու հանգամանքը։ Գիտեք ինչ, գուցե եւ վախն է դրդում, ամեն մարդ չի որ կարող է այսպես ազատ խոսել, մարդկա ընտանիքի համար է վախենում, ծնողի, երեխայի, ես չգիտեմ, չեմ կարող տենց խորը մեղադրել ասել, բոլորդ խոսեք, համենայն դեպս արդարացնել էլ չեմ կարող, բայց օրինակ տեսեք ես 4 տարի խոսում էի, 2 տարի չէի խոսում, որովհետեւ ինչքան կարելի է ասել։ Բայց երբ որ տեսնում ես այդ մարդկանց մեկ էլ ինչ որ բան է փոխվում, հայտնում են նրանց կողքը, այդտեղ արդեն դառնում բան վատ։ Չեն խոսում, բայց հենց տակ անկյուն են տեսնում, միանգամից հայտնվում են այդտեղ։ Այդ տենց բաների վրա եմ, թե չեմ կարող։ Գիտեք, ամեն մարդ նույն ձևի չի կարող մտածել։ Մարդկա տենց սովորական, եղերնի ժամանակ էլ այդպես եղել, անտարբեր հայեր են եղել։ Պարզապես այս օրով լինել անտարբեր, դա ամենամեծ հանցագործություններից մեկն է, ոնց է Ժվանեցկին է, չէ՞, ասում է փոխարենը, որ մենք գոռանք, ասենք, «Էս ինչ եք անում», մենք մտածում ենք, «Էս ինչ են անում»։ Այդ մտածելն է կործանում մեզ։ Բոլորը ամեն մեկ իր մեջ մտածում է, ինձ օրինակ գոլեգա այն օրը տեսել եմ, ասում է, «Քեզ պետք է ձայնդ կտրին ասի, քեզ պետք է խոսում ես»։ Լավ ասեմ, այդպես բոլորս մտածեն, քեզ պետք է, լավ այլի գալիս են։ Ես չեմ կարող տեսնել, ինչպես էս այլանդակ բառամթերքից հետո էս վախը, սարսափը, որ ասում են 300 ադրբեջանցիներ են գալու, ասում են, ասենք փաստ ամեն օր խաբվում ենք մենք։ Փաստ նայում ենք համացանցում, մարդը մի բան է ասում, մի քանի ժամից մյուս բան է ասում։ Դա եղավ հենց պատճառը, որ ես հիասթափվեցի մինչև պատերազմը, չեմ ասում պատերազմից հետո։ Հատկապես որ հայտարարություններ, որ պատճառ դարձավ։ Սկսվեց կորոնավիրուսից են, որ կային մի իտալացի տղամարդ, չէ, որ վարակ էին բերել, եւ էլի ինչ որ մի ազգի տղամարդ, պարսիկ կարծեմ, եւ մի կին հայ։ Ամբողջ ազգին լարեցին այդ կնոջ, այդ ժամանակից իմ մոտ այդ բանը սկսվեց, այդ անարդարության, այդ որ անձնագրեր էին սարքել, բաժանում էին ամուսիններով, տարածում էին կորոնան, պինցետով հանդիպան, այդ կորոնայից սկսվեց, այն որ փակեցին 10 ամսով մեզ աշխատանքից եւ 10 օր թողեցին աշխատենք, մինչև պատերազմը սկսել, իրանք շատ լավ գիտեին, որ պատերազմա լինելու, բայց այդ 10 օր ասցին են, որ կուսոք բանը գցում են էլի դեմը։ Եվ ուզում եմ նորից անդրադառնամ այն թեմային, որ ասում են, ու այդ կոմենտներ գրողը գրում են, լափն է պակասել, փողն է, այսինքն դուք ձեր մասին եք գրում, ամեն մարդ իր արշինով է չափում։ Ասեմ ձեզ իմանաք, ես այդ տարիներին, որ ինձ փակված եմ եղել, բան երբեք չի եղել, որ ես միշտ էլ աշխատել եմ, բայց ոչ հեռուստատեսությամբ արդեն ասել եմ, չէ՞, կա ընդհատակ ես անցնում ակումբային կյանք։ Գուցե ավելի լավ եմ աշխատել, քան առաջ։ Ամենայն դեպս, երբ որ դուք ասում եք լափը, կերը, բան, զգացում որ իրանք են էլի դրա մարդը։ Հայրենիքը կերով չեն վաճառում։ Եթե չգիտեք, իմացեք, ես ասել եմ ու կասեմ, այդ դուք եք ամեն մարդ իր արշինով է չափում։ Հայրենիքը իմ պապերի երկիրն է, ես որ ասեմ փոքրուց ինձ հիշում եմ, ես այսպես պաթոսիկ հայրենասիրական բան չի եղել, այս բան ապրել եմ ինձ համար։ Մեծանում ես, հետո առիթ է լինում, որ դրանում համոզվես, հասկանաս, ինչ է հայրենիքը, փողը քիչ են տվել, լափը քիչ են տվել, այսինքն դուք ձեր մասին եք գրում ըստ երևույթին, հիմա դուք լավ եք, ձեր լափը տեղնա եւ դուք կեղտ եք խոսում, ուզում եք թուրքը գա ձեր
տունը նստի, ձեր տեղ ես խնդիր չունեմ, ես ոչ ընտանիք ունեմ, ազատ մարդ եմ, ես ունեմ յուրաքանչյուր երկիր գնալու մնալու հնարավորություն, ես իրաց մասին եմ մտածում, ես մեր բոլորի մեր երկրի մասին եմ մտածում, յուրաքանչյուր հայի մասին եմ մտածում, նույնիսկ այդ հայերը, ովքեր այդպես բան են, իրանց էլ ենք սիրում, իրանք էլ են մերը, հիմա բան փոխվի, այնքան էլ փոխվելու, այսինքն մի վայրկյանում բոլորը փոխվելու են, բայց կա չափ ու սահման, երբ որ մտնում ես հաստավից մեծ գլխով տղամարդը քեզ վիրավորանք է գրում, լավ ով է պատասխան տալու այս ամեն ինչին։ Այսպես են արել, որ 15 թվականին եղել է ԵՂ-ն, 15-ը եզրափակվել է, եզրափակիչ փուլն է եղել, մինչև այդ չէ սկսվել։ 10800 թվականներից վերջում սկսվել է, մինչև 15 թվականը։ Համիդյան ջարդերից։ Այո։ Տիկին Գրիգորյան, պառակտումը հասել է նաև արցախցի, հայաստանցի բաժանարար գծին։ Ձեզ համար Արցախի կորուստին չէր եւ նման ցիով պառակտումը դրա հանդեպ ինչ վերաբերմունք ունեք։ Ինձ համար վերջն էր Արցախի պառակտումը, Արցախի տալը Թուրքին, Ադրբեջանցուն։ Ես կարծում եմ յուրաքանչյուր հայ երբեք չէր պատկերացնի, որ կարող է արցախցիներին դատարկեին ուղարկեին այստեղ հերիք չի 9 ամիս սովի մեջ պահեցին այդ մարդկանց, ես հիշում եմ քաղցր կոնֆետ երեխաները երազում էին 9 ամիս այդ տանջանքից, այդ ցավից հետո մարդիկ գալիս են, այդքանից հետո ես էլի առիթ եղել, շատ ա եղել ասել են ձեր մեքենայի վրա մի հատ խազ են անում, մի հատ կպնում են ձեզ, դուք մարդ եք սպանում, իրար եք ուտում, բա տուն տեղ կյանք գերեզման մանկություն, ճակատագիր թողել եկել են։ Նույնիսկ պետք է ավելի սնիսխադիցինը ոնց է այդ բառը կներեք, չեմ կարողանում հենց հիմա ասել հայ, ավելի նույնիսկ եթե ինչ որտեղ ավելի է պետք իրանց բան, ժամանակի 90-ականներին, երբ որ մենք հաղթած էինք, այն ժամանակ որ ասում էինք Ղարաբաղցիները ինչ որտեղ կարելի էր բան անել, բայց այսօր սրբության պես է պետք վերաբերվել այդ մարդկանց։ Բա լավ դուք խիղճ չունեք, անաստված եք, ոնց կարելի է Արցախցուն բան ասել այսօր։ Տուն տեղ կյանք ճակատագիր թողած մարդիկ եկել են այստեղ։ Ինչա նշանակում Արցախցի, գյումրեցի, ապարանցի, մեր հայերն են, դա հատուկ մշակված, մտածված մցրել են, որ պառակտեն մեր ազգին։ Ես Արցախում գիտեք ինչքան շատ եմ եղել։ Ես ավելի շատ բան եմ արել Արցախի համար, քան Նիկոլ Փաշինյանը։ Ես իմ խրամատում եմ եղել, Զարա ջան, ես տարիներ շարունակ մենահամերգներ եմ ունեցել Արցախի բոլոր զորամասերում մի քանի անգամ։ Հադրութում, Լաչինում, բոլոր տեղերում ես արդեն մոռացել եմ այդ անունները, այնքան տեղեր եմ եղել եւ անվճար բոլորը անվճար։ Մենք այն ժամանակ ուրիշ ձև, այն ժամանակ ոգին էինք բարձրացնում զինվորների, պատերազմի ժամանակ գնում էինք, երգում էինք, ինչ փող, ինչ բնջի մասին էր խոսքը, ուրիշ ձև էր։ Հիմիկվա պատերազմը շղթակ փակեցին 44 օրում, ինչքան արյուն ցավ դժբախտություն կա բերեցին մարդկանց վրա ու փակվեց։ Այդ ժամանակ ուրիշ բոլոր ժամանակներում այդպես եղել պատերազմները, միշտ արվեստի մարդիկ գնացել են զինվորի ոգին բարձրացնելու, երգելու, ուրախանալու, իրանց հետ նստում ենք, իրանց ճաշարանում, իրանց ուտելիքն էինք ուտում։ Սերունդներ են մեծացել մեր աչքի առաջ։ Այսօր այդ մարդիկ մեքենա են վարում, ձեռքով են անում, բարևում են, շնորհակալություն են ասում, հիշում են իրանց մանկությունը, ամեն օր իմ համացանցում ինձ գալիս են այդ բաները։ Ես չէ որ շփման մեջ եմ մարդկանց հետ։ Այդ ամեն ինչից հետո ես ուզում եմ գիտեք ինչ ասել մեր հայրենակիցներին, սիրելի բարեկամներ, երբևիցե դուք ես ձեզ հետ կպատկերացնենք, որ կարող է օր լինել, երբ որ արցախցիները այդպես 150,000 արցախցի ճանապարհ ընկած գային Հայաստան։ Ցավոք ոչ մեկս չենք պատկերացնի, ընթացքում էլ 70 քանի մարդ մահացավ, չէ՞ կարծեմ ընթացքում բնականաբար տենց բաներին։ Երբեք չենք պատկերացնի, իսկ հիմա այն բանն է, որ կարող է Հայաստանից այդպես գնանք, հասկանում եք, Աստված մի արածցե, դայ բոգ, Աստված չանի, բայց վտանգը շատ է, որովհետև օրինակ առաջն այս բան ասեիք, դե լավ, դե վերջացրեք, մի բան չափազանցրեք, հասկանում եք, բայց աչքը տեսածից է վախում, մենք տեսանք ինչպես 150,000 արցախցիներ, այն ժամանակ իրանք ասում են, մենք Հայաստան գալու տեղ ունենք, դուք ուր եք գնալու, դրա համար են վիզաները ազատականացնում շտապ, որ ժողովուրդը հայի պլան B-ն ա, որ փախնի դուրս չէ, որ տենան տենց վիճակա, այդ առաջինը դրանք են փախնել, ովքեր հիմա ասում են, չէ, դու դուր գգա,
Թուրքին սիրում են, որովհետև ռուսին չեն սիրում, որովհետև ռուս ասում են Թուրքի հետ լավ է, դրա համար ռուսին, բայց Թուրքի հետ իրանք ավելի լավ են։ Ես շարունակեմ այդ առաջի հարցին գաք, այդ որ բաներ անում, ասում են, ու այդ կոմենտների մեջ գրողները գիտեք ինչ են, ոնց դուք առաջ Նիկոլին բան էիք անում, աղոթում էիք, սրբազանում եք, այո, նորից եմ կրկնում ես եւ 73%-ը, որտեղ փոփոխություն էինք ուզում, որովհետեւ ուրիշ բան, որտեղ անթակուց խապվել են, գալիս են ասում են, էս կանենք, ոնց է, ես հիմա խոսում եմ, դուք ինձ հավատում եք, ես ձեր չէ, Սարա ջան։ Պատկերացրեք, ոդկս քաշեմ, սա սուտ լինի եւ ձեր կողմից եւ իմ կողմից։ Հավատում եք, որովհետեւ նույնիսկ չի որ երկրի ղեկավարը ոչինչ չի արել, խելոք այսպես ապրել է, մենք սկսեցինք մի ամիջ չսիրել նրան, դա անեկդոտ հիշեցի պատմեմ։ Երեխան գալիս ատուն, լացելով։ Ասում եմ, մամա, իս դուրս ասում են Նիկոլ Փաշինյան։ Մեր ասում, հա, դուք համար հանգիստ կանգնացիր, քեզ ասեցին Նիկոլ Փաշինյան։ Այսինքն նես չի որ Նիկոլ Փաշինյանը այս 6 տարիների ընթացքում հանգիստ իր տեղում կանգնած է եղել։ Ոչինչ չի արել, մենք իրան բան չարեցինք։ Մարդը առավոտը մի բան ասում, երեկոյան մի բան ու իր կողքի մարդիկ գոնե ամաչեն, գոնե փապկացնեն, ասում են լավ ենք անում, սենց անթակույց տականքություն անելս ո՞րն է։ Ո՞վ է ձեզ իրավունք տվել այդպես վարվել մեզ հետ, ինձ հետ, յուրաքանչյուրիս հետ։ Իսկ երբևէ կներեք նրանց։ Նայած ինչպես պահեն իրանց ակնկալիքը մսխելու համար։ Կներեմ միայն այն դեպքում, երբ որ թուրքը չգա իմ երկիր, կասեմ ոչինչ, էլի մեր հայերն էին, մոլորվել էին, գուցեև ներեմ, հա, ոչ բոլորին, շատերին։ Նորից եմ ասում են գյուղացուն, որը հանդից գալիս ատուն, շատ չգիտի ինչա կատարվում, ասում են Նիկոլ, չի հասկանում ինչա կատարվում։ Մարդը եկել է հմեկն է միացնում, կամ Սփյուռքում շատերը, որը հաղորդումը օրեր հետոյա չէ գնում, սա խառնված, մտածված, այսպես խճճել են ամբողջ երկիրը իր ամեն ինչով։ Նման մարդկանց ոնց կարելի է չներել, մարդ են տեղյակ չեն, բայց այն մարդիկ, ովքեր հասկանում են ինչ է կատարում, արդեն ուզում են։ Ես հիշում եմ 20 թվականի պատերազմի ընթացքում եւ հետո ադրբեջանցիները կոմենտներ էին գրում յուրաքանչյուրի բանի տակ հաղորդման եւ ելույթների տակ գրում էին մենք գալու ենք ձեր երկիրն էլ գրավենք, դուք մեզ համար մեր սև գործն եք անելու, արտակնոցներ եք մաքրելու, զուգարաններ, պարկինգներ եք աշխատ, մաքսիմում պարկինգները ձեր, մենք գալու ենք մեր ամենակեղտոտ սև գործը դուք եք անելու, օր-օրի մոտենում ա դրան, ինչ ա նշանակում երկրի 10-300, ասում մենք չեք ասել այս բան, նադժև, նագլույու, ես ձեզ մի բան էլ ասեմ, կյանքը նենց արել, որ Ադրբեջանի երկրի ղեկավարին ավելի ես հավատում, քան իրան, որտեղ նա ինչ ասում է անում է։ Ստեղ ասում է մենք պետք է անպայման իսկ ով չի ուզում խաղաղություն, բոլորը երազում են, ես մինչև այս 20 թվականի պատերազմը, ես X էի ասում, լավ դե հերիք հասկացանք, ինչքան կարելի է պատերազմել, եկեք բան լինենք, եկեք խաղաղվենք, խաղաղություն անենք, սոտքի 100 տարուց ավելի անցել է եղերնը ճիշտ է, բայց ոչ թե ձևի խցնելով ու խնդրելով աղաչելով գերմանացիների ո՞նց են հրեաները, որովհետև ընդունել են գերմանացիները հոլոկոստի մասին, չէ՞ խոսքը։ Իսկ բանը թող ընդունեին, մենք էլ խաղաղություն կընդունենք։ Հերիք չի պատերազմը տանուլ ենք տվել, 3 պատերազմ ա եղել էս ընթացքում, ասում են խաղաղություն ենք բերում, ասում խաղաղություն, ինչ, որ խաղաղության մասին ա խոսքը։ Այդ ո՞նց եղավ դուք խաղաղություն սիրեցիք, մենք չէ, մենք ենք ուզում պատերազմ, իմաստը։ Ասեմ ավելին, ես նենց էլ չի որ ասում եմ, դրանք բոլորը մեր թշնական նույն Ադրբեջանի թուրքերի մեջ կան մարդիկ, որոնք պատերազմ չեն ուզում են խաղաղ ապրեն։ Մերպես մարդիկ են էլի։ Ես մարդասեր եմ, բայց ոչ թե եթե դու պատերազմ ես, դու խափում ես քո երկրի մարդկանց, ասում ես, չէ, չկա պատերազմ, բարի եղի գոնե։ Քո տերերին ասես գոնե ժամանակավոր իրանց բան պահեն, չէ։ Ալիևը հատատա է տալիս, իրանք ստեղ ասում են, վայ, չէ, մենք ուզում ենք խաղաղություն։ Բայց մենք տեսնում ենք, չէ՞ որ այսօր կա համացանց, բացի ձեր ալիքներից, կա համացանց, որտեղ Ալիևը խոսում է եւ ասում է, որ սա նայեք ինչ ենք անելու, այս վիճակում ծաղրում է, ձեռ է առնում, հատատա է տալիս։ Սա ո՞նց է լինում, լավ։ Իրենք մեզ պարտադրում են, որպեսզի մենք ասենք մածունը սև է, նայ, հա, մածունը սև է։
Հետո լավ հասկացանք, ամեն ինչ չափ ու սահման ունի։ Էս ինչ բառամթեր կա։ Էս ինչ բառամթեր կա, մենք տենց ղեկավար կյանքում չենք տեսել։ Ոչ մի երկրի ղեկավար չենք տեսել, ոչ միայն մեր երկրի։ Это что такое? Էս ինչ խայտարակությունն է։ Ո՞վ է ձեզ իրավունք տվել սերունդներին այդ տեսակ մեծացնեք։ Սա ինչ խոսույթ է, մեկը չկա ասի, հետո աչքներիս առաջ անթակույց տեսնում ենք, այս կողմին ոնց են բռնում, ծեծում եւ այլն, մյուս կողմին ոչինչ։ Այսինքն խթանում են, որ ասեն հենց բան լինի, այս կողմի անցեք։ Ես չգիտեմ, եթե կարողացա միտքս բացատրեմ, գուցե դուք ինձ բացատրեք ինչ է կատարվում։ Սա նորմալ է։ Պատերազմից խոսեցինք, պատերազմից հետո նկատելի էր Վազգեն Սարգսյանի դերակատարության բացը եւ շատերն էին այդ օրերին հիշում, սպարապետին նշում էին Երանի Վազգենը ողջ լիներ, հենց այդպես։ Ես շատ եմ սիրում տեսանյութը, որտեղ դուք Երևանի սիրուն տղա երգն եք կատարում Վազգեն Սարգսյանի եւ մեր մյուս քաջորդիների ներկայությամբ, կուզեի հետաքրքրվել, երբ է սկսվել ձեր եւ Վազգեն Սարգսյանի մտերմությունը եւ ինչ կպատմեք այդ օրերից։ Որ ասեմ ինչ որ մի օր սկսվեց, չէ, ես արդեն հայտնի երգչուհի էի դարել, որ մեկ օրում ճանաչվում են, այդպես է ինձ մոտ եղել։ Եվ բնականաբար դու հայտնվում ես համերգներին, միջոցառումներին, կառավարական բանկետներ, համերգներ եւ այլն։ Եվ ինքը մի շատ լավ էր ինձ վերաբերում, միշտ ես հիշում եմ Երգի պետական թատրոնի մենահամերգի ժամանակ Վազգեն Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի հետ մտան սրահ։ Ես չէի իմացել, որ իրանք մտել են, հետո կեսից հասկացա, որ ներսում են, բայց չդադարեցի երգել, ոնց է լինում ընդհանրապես, այդ ժամանակ խառնում են իրար, չէ, ամեն մարդից չխառնվեցի իրար։ Երկրի բարձրային ժամանակ Քոչարյանն վարչապետն էր, Վազգեն Սարգսյանն էլ պաշտպանության նախարարն էր, դա 96 թիվներ կամ 7։ Երևի 6 կամ 7 թիվներ, երևի 6 ավելի շուտ։ Հանդիսատեսը բոլորը այսպես բան արած, զարմացած, որ իրենք մտան, տան ես հետո համերգը ավարտվեց, կարելի էր ընթացքում երևի ասել ողջունեք, ես ինչ մարդիկ եմ, բայց չարեցի տես բան, ես չունեմ տենց ինչ որ բաներ մտնեմ պայի տակ, ոնց ընթացքը գնաց։ Հետո բարում սրա կողքը բարներ, մինչև համերգը ավարտվեց, ես գնացի բոլոր գեներալիտետ ղեկավարները, Քոչարյանն արդեն գնացել էր, չէր մնացել, իսկ Վազգեն Սարգսյանը տենց գեներալների հետ նստած էին։ Եվ չէ, բանկետը ոնց որ չի զմինա, շարունակվեց հարգանք պատիվ, անքանական սահման ծաղիկներ այդ օրը սրահում վերել էին ինձ համար, ախլանան հիշում եմ այսպես, այնքան շատ ծաղիկ կար Երգի թատրոնում, ու անընդհատ այդ տեսակ բաներ ա եղել, Սևանում, շատ տեղերում, որտեղ ես կայի երգում էի, ինքը շատ մեծ հարգանք ուներ իմ անձի հանդեպ, իմը անսահման փոխադարձ բնականաբար միշտ բանկետներից հետո ասում էր Արմինե ջան մեքենա կա քեզ տանի, որտեղ մեքենաներով ասենք ղեկավարների այն ժամանակ ամեն մեկը բան չէր անում, երկիշներից չուներ մեքենա։ Ես առաջինն էի, որ ունեի մեքենան կանացից, իմիջայլոց աղջիկներից։ Ու ես միշտ ասում էի, չէ, պարոն Սարգսյան, ես իմ մեքենայով եմ, միշտ այսպես ձեռը գցում էր ուսիս, ասում էր, ես միշտ ասեմ քոնարությունը որ շոկ չունի, այսպես կատակ էր անում։ Շատ հարգանքով ու շատ լավ էր ինձ վարվում, դրանից էլ էին շատերը գժվում երևի, նեղվում երևի, որտեղ արդեն պատրաստում էին լիքը բաներ անել տակից ին դեմ, բայց քանի որ կար Վազգենը, ոչինչ չէին կարող անել բնականաբար, հետո Վազգենից հետո արեցին։ Ձեր կատարմամբ հատկապես որ երգներ սիրում։ Բոլոր երգերն էլ սիրում էր, շատ այդ մի հատվածը որ գնում է համացանցով, ես չի այդ մի անգամ այդ մեկն ա եղել, այնքան շատ ա տենց բաներ եղել։ Եվ ես արխիվներում շատ տենց վիդեոներ ունեմ, ուղղակի հին սովետական վիդեոկասետների ֆորմատն է, որ պետք է փոխել հետագայում։ Մեկ այսօր տեղադրել էր նորից այդ վիդեոն, տակից գրում են Երանի այդ օրեր լավ բաներ են բոլորը գրում, մեկ գրում են։ Այդ մի երգ ունի։ Այդ որ գրում են այդ մի երգ ունի, սերի բարեկամներ, դուք գիտեք ես ձեր քաշին երգեր ունեմ։ Ուղղակի դա են անընդհատ տեսնում։ Ես ունեմ շատ երգեր, մի քանի հիթ, որը չգիտեմ, հիթ է երևի ասում է։ Մարդիկ իրենք են պատտասնում, ես չի որ ես այդ մի երգ ունեմ։ Մեկն էլ գրել է, նա Արարատից էր, Երևանից չէր, խանգարված են, գիտեք, նես տարօրինակ բաներ են գրում։ Մենք գիտենք Երևանից, ես չի որ ես իր մասին եմ այդ երգը գրել եմ։
տվյալ պահին երգում եմ այդ մարդու համար եւ որ տարածում է ձայնագրությունը, դա չի նշանակում իր մասին եմ գրել։ Այդպես կարճ ուղեղով քառակուսի մարդիկ սարքեցին, գիտեք, այս վերջի տարիներին։ Եվ նախկինների սխալներից նաեւ դա էր, որ այդ տեսակ հասարակություն սիրալների, լիքը բաների միջոցով ստեղծեցին, այսօր իրենց դեմ են գործում։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Ես ժամանակին դա ասում եի, այս քառակուսի սերունդը որ մեծանալու է, վաղը միսօրը բան անելու, ասում է տգիտությունը չարիք է, չէ։ Այսօր մեր դեմ է գործում, այսօր երկիրը այսպես փաստի առաջ է կանգնել, բոլոր մարդիկ ասում են ժողովուրդ աղաչում են, գնացեք ընտրության, ում ուզում եք ընտրեք, բայց գնացեք ընտրության, չենք բանանում, չենք գովազդում ինչ-որ մի կուսակցության, որ գնացեք դրաններ, բայց գնացեք, շատ մարդիկ կան ասում են, այ վարդ ես հավես ունեմ, իմ ձայնը կախված չի դրան, այսօր այդ օրը չի, այսօր այն օրն է, որ դուք պարտադիր պետք է գնաք, ով չգնա ընտրության, նա ոչ միայն հայրենասեր չի, նա նզովյալ է լինելու, լուրջ եմ ասում, շատ վատ բաներ է սպասվելու ձեզ, որ դուք չգնաք ընտրության, եւ ավելի շատ այն մարդուն է լինելու, ուրիշ հարց հիվանդեբան չի կարող, դա բոլորովին այլ հարց է, բայց կարողանալ գնալ ու չգնալ, որպեսզի քո ձայնը նվիրեն ուրիշին, դա ինչ ասեմ, նզովք է ոչ միայն մեր եւ նաեւ ձեր հանդեպ լինելու։ Գնացեք ընտրության, սիրելի բարեկամներ, պարտադիր գնացեք, որպեսզի ձեր ձայնը չվաճառվի, ձեր ձայնը չփոխանցվի ուրիշին։ Գնացեք ում ուզում եք ընտրեք։ Ես ունեմ իմ ընտրյալին, ես արդեն որոշել եմ ում պետք է ընտրեմ, որի մասին բնականաբար չի կարելի ասել եւ չեմ ասի, բայց պարզապես չի կարելի չգնալ, երկիրը այսօր այն վիճակում չէ, որ չգնանք, ամեն տարի ասում են, դե լավ, ով հավես ունի, ասում ենք, դե լավ, ճիշտ ես, Մարկ Տվենը ասել է, եթե քո ձայնը կարևոր լիներ, քեզ չէին թողի ընտրության եւ այլն, այդպես բաներ ենք ասում։ Բայց այսօր այդ օրը չի, այսօր տարիներ ասում էին, այսօր եկել է այդ օրը, այդ տարիների վտանգը, որ թուրքը երկիրը վերցնելու է ու թուրքներ են իսպանացի չի, իտալացի չի, որ ասենք, դե ապրենք էլի իրար հետ, մինչեւ հիմա իրանք հատատա են անում եւ բախացնում են։ Չեն ասում, լավ դե ամեն ինչ անցել է տարիներ ժամանակ, եկեք խաղաղվենք, չեն ասում մենք նայեք ինչ ենք անելու։ Ու այդքանից հետո մեր հայերը կան հայեր, փառք Աստծո գնալով փոքրամասնություն դարձան դրանք։ Իրանց կոմենտների տակ, իրանց բոլորով այդ որ մի բան էլ ասեմ, թող իմանան հաշվի առնեն սովորական այդ մարդիկ են ոնց է որ մի քանի հոգի հավաքվում են, բամբասում են, չէ՞ մեկից։ Մի երկուսը խոսում են, այն մյուսներն էլ հավեսի են գնում խոսում են։ Ուրեմն այդ առաջի երկուսը որ սկսում են խոսալ, դրանք պատկերացեք որ ֆեյքերն են։ Ֆեյքերը խոսում են, մյուսներն էլ մտածում են, վայ, կարելի է մենք էլ մեջից հանում են, էլի։ Մի ընկեք այդ որ ասում է ուվլիկլիս։ Մի բան եղեք, այդ գուտը մի կերեք, վաղը միսօրը ֆեյքերը ոնց ստեղծվել են, հենց փակվելու են, դուք եք ձեր դեմքերով, ձեր էջերով մնալու հասարակության պարսավանք հայտարարություն դառնալ, ես չգիտեմ արդեն ինչ ասեմ։ Չի կարելի, հայը հային այդպես չի վերաբերվի, նորից եմ ասում, նույնիսկ կներենք այն մարդկանց, որոնք այսօր այդպիսի բաներ են անում, բայց միայն թուրքի բաժին չդառնանք Զարուհի ջան, ասենք մեր նորից եմ ասում, sense բաներ չասենք մեր պապերը եւ այլն։ Մենք այսօր ապրում ենք նաեւ մեր պապերը։ Մեր պապերի երկիրն է, ես չեմ ուզում գա ուրիշ այլ ազգ գրավի, հատկապես թուրքը։ Տիկին Գրիգորյան, հունիսի 5-ը ձեր ծննդյան օրն է։ Ծննդյան երազանքը որն է, թեև այս մեր խոսքից արդեն իսկ եզրահանգում ենք, որ ձեր հեռատեսությունը, ձեր նպատակները լիարժեք հայրենիքի, անվտանգ հայրենիքի մասին են։ Ամեն դեպքում կձևակերպեք ձեր ծննդյան երազանքը եւ ծննդյան մի երազանք, որը կատարվել է մինչ այս, որն է եղել, կհիշեք ու լավագույն նվերը, որ երբևէ ստացել եք։ Իսկապես այս տարվա իմ ծննդյան երազանքը նվերի կարգով սա է, ուրիշ թեմա չունեմ ես ինձ ուզող, որ երկիրս Թուրքին չգնա։ Թող Աստված փրկի մեր երկիրը, մեր ժողովրդին, մեր մարդկանց, մեր հային, յուրաքանչյուր հայը ուրիշ տեսակ հայ է, ուրիշ բան է, պարգև է, Աստծո տված պարգև է, որ դու հայ ես ծնվել, ես հայ եմ ծնվել, դուք հայ եք ծնվել։ Պարզապես նվեր որպես կուզեմ իմ երկիրը մնա որպես Հայաստան չգնա Թուրքին, այդ նվերը կուզեմ, իսկ ինչ վերաբերում է ինչ լավ նվերներ եմ ստացել, ինքան լավ նվերներ եմ միշտ ստացել, Զարուհի ջան, չունեմ տենց այսպես, որ ասեմ, ես ինչ օր է, ես ինչ եմ ստացել։ Ամեն տարի հրաշալի լավ նվերներ, տենց նյութականից չեմ ուզում խոսել, ես
այն մարդկանց նախ մեր ոլորտի մարդիկ բոլորն էլ ծաղիկներ են միշտ ստանում տոննաներով ծաղիկներ եւ շատ տանկարժեք նվերներ, որի մասին չարժի այսպես ասել, իմաստ չեմ գտնում, ծննդյան երազանք, որ կատարվել է, չեմ կարող ասել, ընդհանրապես ես իմ բոլոր երազանքները կատարվել են։ Դրա համար եմ վստահ, որ այս երազանքս էլ կկատարվի, իմ հողը չի գնա Թուրքին, երկիրս չի գնա Թուրքին։ Երբ որ երազանքդ բարի է, մաքուր է, դա անհնարին է չկատարվի։ Ընդհանրապես ես ձեզ մի բան ասեմ, Զարա ջան, ես երբեք չի լինում, որ ինչ-որ շատ մեծ հավատք ունենալով հանդերձ Աստծուն, երբեք Աստծուց ոչինչ չեմ խնդրում։ Միշտ այսպես եմ ասում եմ Տեր Աստված, ինչ-որ սիտուացիա կամ ինչ-որ բան տուր ինձ, այսինչ վիճակը, սիտուացիան, եթե ես արժանի եմ, այսպես եմ ասում, եթե արժանի եմ։ Իսկ եթե արժանի չես, պիտի արժանանաս, չէ՞, ասեմ, եթե արժանի չեմ, արժանացրու, այսինքն ավելի լավ է ինձ սարքի, որ ես արժանանամ։ Երազանքներ, եթե չի լինում, եթե ով ինչպես ապրում է, դա իրան դրա է հասնում, այդպես եմ իմ կյանքի ընթացքում։ Եթե լավ ավելի լավ էլ պիտի լինես, որ ավելի լավ ապրես։ Նորից եմ ասում, խոսքը նյութականի մասին չի, ընդհանրապես բանի մասին է խոսքը։ Եթե դու վատ ես ապրում, ուրեմն քո մեջ է այդքան ոչ թե վատն ես ներսից, չէ։ Ես պանիկը, վաղվա օրվա հանդեպ Դավիթը ասում է, բանա, օրը դու Աստծուն ապրի, դու անհնարին է, եթե դու վաղվա օրվա մասին переживаешь за завтрашний день, դա ես եմ ասել իմ խոսքն է, это значит ты не доверяешь Богу, դու չես վստահում Աստծուն, իսկ ես քույրս անդադ կատակով ասում եմ, լավ է, իրան ապրում ես, պրոստը ապրում ես, ասում եմ, հա, դուք էլ ապրեք տենց, որովհետև օրդ կյանքդ տալիս ես Աստծուն ու ապրում ես, այսպես ապրեք եւ հրաշալի կլինի, հավատքով։ Որպես շարունակություն հունիսի 8-ին ինչպիսի Հայաստանում ենք արթնանալու։ Քրիստոնյա հավատքով լի մեր հողու ջրով, մեր հայ հողով Հայաստանի մեջ ենք արթնանալու։ Երբեք թուրքը չի գալու մեր երկիր։ Մենք ամեն ինչի ընդունակ կարող ենք լինել, յուրաքանչյուրս ռուսի մեր երկիրը չտանք Թուրքին։ Ոչ մեկին, խիմենակ Թուրքին, ոչ մի ազգին, ամեն մեկ փոքր մեր բաներով պիտի մնանք մեր սահմանների մեջ։ Ադրբեջանական մեդիայում կա իմ հարցազրույցից հատված, ես եթե սա բան լինի, կիսվեմ կոմենտների էջում, կտեղադրեմ, որ տեսնեն 2023 թվականը, երբ որ արցախցիները նոր էին եկել, վերադարձել այստեղ, ես դրա մեջ եմ ասում, որ ես շատ կուզեմ մենք լինենք, բայց քանի որ տարբերակ չկա, գոնե ռուսը տիրություն անի Արցախը, որովհետև ռուսի ժամանակ հայ արցախցիները կվերադառնան կապրեն այնտեղ։ Բայց փաստացի չարեցին։ Խաղաղապահի մանդատի տակ էր, բայց չարեցին։ Դե ամեն ինչ դեռ արժե է կարող է անեն։ Ես մտածում եմ ռուսները գոնե Ռուսի անվտող մի անունով Ռուսաստանը տիրություն լինի, բարերի մասին է խոսքը։ Ինչա որ պիտի գուբերնիա ավելի լավ է Ռուսաստանի գուբերնիա լինեն, քան Ադրբեջանի։ Թուրքիայի էլ չէ։ Թուրքիայի չի կարժանանա նույնիսկ։ Թուրքիան այսպես է անում էս, որպես ոչինչ չներկայացնող երկիր, Ադրբեջանին է տալիս։ Իսկ եթե Ադրբեջանինը լինի Ղարաբաղ, արցախցիները չեն կարող վերադառնալ, իսկ ռուսների տիրություն անելու դեպքում գոնե կվերադառնան այդ մարդիկ իրենց տները։ Աստված մեզ հետ լինի, մեր երկրի հետ լինի, մեր յուրաքանչյուր հայի հետ լինի, ամսի 8-ին, հունիսի 8-ին 2026 թվականին արթնանանք նորից մեր Հայաստանում լինենք, հզոր, հրաշալի Հայաստան։ Ես վստահ եմ, որ վաղը մյուս օրը Հայաստանում գալու են լինելու են ղեկավարներ, որոնք տիրություն կանեն վերջապես այս երկիրը։ Հայի արժանապատվությունը, պատիվը, թասիբը կվերականգնվի, որը հիմա այսպես շպրտված է, կվերականգնվի ամեն տա Աստված։ Եղեցի, շնորհակալություն զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ, Զարա ջան։